Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Մենք մենոնցով վերլուծական հաղորդաշարը կփորձի անդրադառնալ հայկական համայնքների կյանքին։ Այսօր մեր նկարահանող խումբը գտնվում է Լոռվա մարզի Արևաշող համայնքում։ 1879 Սպիտակի տարածաշրջանի հյուսիս-արևելքում ծովի մակարդակից մոտ 1850 մետր բարձրության վրա Բազումի լեռնաշղթայի հարավային փեշին հիմնադրվեց Արևաշող գյուղը։ 1988-ի աղետից առաջ գյուղն ունեցել է 600 տնտեսություն, իսկ այսօր ավելի քան 900։ Ավելի կոնկրետ ասած, այսօր համայնքն ունի 3150 բնակիչ։ Ու չնայած բազմաթիվ խնդիրների ու նաև համայնքի սուղ ֆինանսական միջոցների, այնուամենայնիվ գյուղը վերջին 5 տարիներին զարգացում է ապրում։ Իսկ կատարած աշխատանքների մասին համայնքապետ Վարուժան Խաչատրյանն այսօր հպարտորեն է խոսում։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ես ստանձնել եմ 2005 թվականի նոյեմբեր ամսին, ու լուսավորության հարցը կարգավորեցի բոլոր դեպքերում անհրաժեշտ էր։ Գյուղն էլ հիմնականում գրունտային ճանապարհներ է։ 2006 թվականին անդրադարձել եմ հանդամիջյան, գյուղամիջյան ճանապարհների խնդիրներին, այնուհետև սկսել եմ զանգել թե կառավարությանը, թե մեր Լոռվա մարզպետին, որի համար ես նախապես պարտավորված եմ ասելու, թե մեր քաղաքաշինության նախարարությանը, որ վերջապես 20 տարի լռելուց հետո անցան երկրաշարժի գոտին վերականգնելու ծրագրին։ Այսինքն եթե հայ մարդը ունենա մի փոքրիկ անկյուն Հայաստան ինչ-որ միտեղ, նա պարտավորված ալամ անկախ նրա արժեքից կամ միջավայրից ունեցածից ապրելու ձևից վերադառնում է, դա ձգում է կամ չգրված օրենք։ 2009 թվականին մեր գյուղում կառուցվեց 76 բնակելի տուն, զարմանահրաշ արագությամբ, զարմանահրաշ ձևով։ 2007-8 թվականին կառուցվեց մոտավորապես 60 տուն։ Երկրաշարժից հետո, որ արդեն սկսվեց այս մաքրման աշխատանքները եւ այլը, կառուցվել են ընդամենը 125 տուն պետական աջակցության ծրագրերով։ Դրանից հետո այս վերջի 3-4 տարին կառուցվել արդեն մոտավորապես 140 տուն։ Եթե հաշվես առնեմ տարբերությունները այն ժամանակահատվածի հնարավորությունների եւ այս հակադարձ համատական է պարտավորված եմ ասեմ իմ կողմից, ժողովրդի կողմից, թե Սպիտակի տարածաշրջանի բոլորի կողմից ես եթե իհարկե կարելի է այդպես ասել, խորին շնորհակալություն հայտնում եմ թե մեր Վարդան Վարդանյանին, թե իր աշխատակազմին, թե մեր մարզպետին, թե կառավարության բոլոր աշխատակիցներին, որովհետև սա սովորականից տարբեր զարմանահրաշ մոտեցում էր աղետի գոտում։ Արևաշողցին շուտով կօգտագործի նաև բնական գազ, աշխատանքների գրեթե 80%-ն արդեն իրականացված է։ Համայնքի գլխավոր խնդիրները խմելու եւ ոռոգման ջրերի ապահովումն է։ Որոշակի աշխատանքներից հետո խմելու ջուրը տրվում է ժամով։ Ջրագիծը ենթակա է փոփոխման, քանի որ 30-ից 60 տարվա վաղեմություն ունի։ Կա նաև ջրամբար կառուցելու անհրաժեշտություն, իսկ ոռոգման ջրով գյուղն ապահովելու հարցն ավելի օրհասական է։ Նախագահի վերջին այցից հետո համայնքում որոշ բարեփոխումներ սպասվում էին։ Նախագահի ժամանակ ճիշտ ասած եղել են խոստումներ, ես հիմնականում եղել է մեր բնակարանային շինարարության խնդրի հարցը, որը ես կասեի մեր գյուղում լավ ընթացքի մեջ է։ Մնացած խնդիրներից դիմել էի մանկապարտեզ, խմելու ջուր, սպորտ դահլիճ, մեկ էլ ճանապարհ։ Հիմնականում արվել է այստեղ բնակարանային շինարարության, մնացած հարցերը դեռևս մնացել են անլուծելի։ Պետական աջակցությամբ իրականացված աշխատանքները քիչ են, սակայն գյուղը ծաղկում է շնորհիվ գյուղը սիրող բարերարների։ Արևաշողը հարուստ է ոչ վաղ անցյալի պատմությունը հավերժացնող հուշաքարերով։ Իսկ 2004-ին Արևաշողցին ունեցավ իր եկեղեցին։ Արդեն քանի տարի շարունակ Արևաշողի հոգսերով ապրող բարեգործներն իրենց մեծ լուման ունեն իրականացված բոլոր աշխատանքներում։ Նրանց աջակցությամբ այսօր էլ շարունակվում է շինարարությունը, կառուցվում են բնակելի տներ ու նաև կենցաղի տուն, իսկ 2011-ին շահագործման կհանձնվի մանկապարտեզի նորակառույց շենքը։ Գյուղում չենք բնակվել, բայց եղել ենք այդ գյուղի թոռ։ Մենք էլ այդ գյուղը սրբի պես հարգել ենք, թունել ենք։ Ու այս վերջի ժամանակները մենք միշտ նկատել ենք, որ գյուղում ասենք ամեն ինչը բարելավվել է։ Փոքր գյուղի հետ շփում եմ ունեցել գրեթե բոլորի հետ ու շփվում եմ մինչև այսօր։ Իմ խորի երախտապատվություն եմ հայտնում այն տղաներին, ովքեր գտնվում են դրսում, որ կարեցել են աջակցել ու գյուղի համար նպաստավոր մեծ պայմաններ են ստեղծել։ Գյուղը այսօր նոր շունչ ապրում։ Ես որ մտնում եմ գյուղ, անկախ նրանից, թե իմ երեխան է, թե ուրիշի, ուզում եմ սխտացած ձևով մի բան արածել եմ։
Ես իմ երեխեքին հեռու չեմ ուզում տեսնել։ Ու ընդհանրապես գյուղի յուրաքանչյուր բնակչի չեմ ուզում որ տեսնել։ Դե քիչ տանջվելով հանդերձ կարողանանք ստեղծել մի ինչ-որ բան, նոր դրանից հետո շարունակի մեր սերունդի կյանքը, դպրոց, մանկապարտեզ։ Իմանանք, որ ժողովուրդ, բնակչություն, բնակիչ ապրելու իրավունք ունենք։ Լեռնոտ տեղանքում հողագործը մեծ դժվարությամբ է տնտեսություն վարում։ Ուստի արևաշողցին ապրում է հիմնականում արտագնա աշխատանքի ստացված եկամուտներով, քանի որ անասնապահությունն ու հողագործությունն էլ այստեղ թույլ են զարգացած։ Սակայն ուրախացնողն այն է, որ ստեղծվում են նպաստավոր որոշ պայմաններ արևաշողցու հանգստի կազմակերպման համար։ Դեռ ավելին, գյուղի երեխաները լողալ սովորեցին կառուցված ջրավազանի շնորհիվ, իսկ ոռոգման ջուր կուտակող ավազանը դարձել է հանգստի գոտի բոլորի համար։ Ավելացնեմ նաև, որ 2009-ին կառուցվեց գյուղի բնակիչներին սպասարկող ամբուլատորիան, որը հագեցված է առաջին անհրաժեշտ սարքավորումներով ու դեղորայքով։ Դա շենքերը շինել են մեծ փոփոխություն, շատ շնորհակալ եմ։ Փոխություն շատ ա եղել, Ռուսաստանում ա եղել, վերադարձել են իրանց հայրենիքի, իրաց ծննդավայրը։ Վատն էնա, որ մնում է այդ ճանապարհները ասֆալտապատվի։ Եթե կողքից իրան օգնեն, մեծահարուստները, թեկուզ պետությունը ասֆալտն լանեն, լավ կլի։ Հերվանից ինձ հատկացրեցին տուն։ Հիմա էլ շնորհակալ եմ, հիմքը գցել են։ Իմ նոր տանը ծնվում է հունվարի վերջին թորնիկս։ Ավելի քան 200 աշակերտ ունեցող գյուղի միակ դպրոցը բավական բարվոք վիճակում է, սակայն մարզադահլիճ չունի։ Կարևորը, որ եկող սերունդը սիրում է իր ծննդավայրը եւ իր համագյուղացիներին։ Լավ գյուղ է, գեղեցիկ վայրերով, գեղեցիկ սարերով։ Ես հիմնականում մեր գյուղից ուրիշ տեղ չեմ պատկերացնում, քանի որ մեր գյուղը շատ հյուրասեր է։ Այո, գյուղացիներին շատ եմ սիրում։ Գյուղացիները հիմնականում աշխատասեր են։ Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել։ Սա ինձ ավելի հոգեհարազատ է, ես չեմ կարող ուրիշ տեղ ապրել։ Արևաշողցիներ, հարգելի հայ ժողովուրդ, հարգելի արևահարուսումներ, իմ խնդրանքը հայրենի հողին սիրեք միգլքի։ Միասնության շուրջ բարի ժամանակահատվածը հայրենասիրական այնպես մի միտք, այնպես մի հոգուզ մեջ լեցունը ասած ասած ցավ մցրեց փոքր ոտանավոր եմ գրել սա պարն ազգիս իմ պապերիս որ գալիս է հին դարերից ու դարերով պետք է գնա մենք ապրում ենք քեզ նման երկիր կոչված դու մոլորակ դու արևի շուրջ մտույտով մենք արագած մեր մեծ սարի Ահա այսպես միասնության վեհ գաղափարներով էլ ապրում է արևաշող համայնքը։ Մնացեք խաղաղությամբ։